Մասնագիտություն։ Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ, նաև հանրային ռադիոյի կայքում YouTube-յան էջում մեզ հետևողներ, այսօր ներկայացնելու ենք, կարծում եմ, այսօր շատ պահանջված մի մասնագիտություն, թե որն է այն, նախ լսենք իմ գործընկեր Իզաբելլա Գրիգորյանին։ Ավտոմոբիլային տրանսպորտը լինելով յուրաքանչյուր երկրի տնտեսության կարևորագույն ռազմավարական ոլորտներից մեկը, ունի կենսական դեր ու նշանակություն, որի հետ առնչվում է գրեթե յուրաքանչյուր քաղաքացի։ Ավտոմոբիլային տրանսպորտի անվտանգ, հուսալի աշխատանքն ու տեխնիկական վիճակը բնակչության եւ շրջակա միջավայրի անվտանգության ապահովման երաշխիքներից մեկն է։ Ու չնայած անսարկությունների եւ անսպասելի խնդիրների դեպքում երբեմն շատերն են փորձում սեփական ուժերով լուծել տեխնիկական խնդիրները, բայց մասնագիտական որակավորում ստացած մասնագետների դերը մեծ է եւ անփոխարինելի։ Ավտոմոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում եւ նորոգում, միջին մասնագիտական կրթական ծրագիր, անչափ օգտակար եւ արդիական մասնագիտություն, ստանալով որակյալ եւ ժամանակի պահանջներին համապատասխան կրթություն, ավտոմոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկման եւ նորոգման տեխնիկներն արագ եւ հմտորեն կբացահայտեն, կանխարգելեն, կանխորոշեն, անհրաժեշտության դեպքում կվերանորոգեն ամեն անսարկություն, ապահովելով աջակցություն, հարմարավետություն, ավտոմոբիլային տրանսպորտի հուսալի եւ անվտանգ շահագործում։ Իմ զրուցակիցն է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի տրանսպորտային միջոցների եւ գործընթացների ամբիոնի վարիչ Սուրեն Չիբուխջյանը։ Բարև ձեզ, պարոն։ Բարև ձեզ։ Այ հիմա այս կարծես այս մասնագիտությունը բոլորին է առնչվում, որովհետեւ եթե առաջ ասենք, ինչ ասեմ, ամեն ընտանիք չի, որ մեքենա ուներ, հիմա ընտանիքի անդամներից մի քանիսը սովորաբար ունեն մեքենաներ, մեծ մասամբ, որ նայում ենք Հայաստանում, հատկապես Երևանում, այնպես որ բոլորը այս խնդիրը ունեն, լավ մասնագետի խնդիր, լավ մասնագետի։ Իհարկե Հայաստանում կարծես այդ մարտահրավերները կան, տրանսպորտային մարտահրավերներ կան եւ հիմա ավելացել են, որովհետեւ հիմնականում կարծես մասերը մեքենաների գալիս էր արևելքից եւ հիմա այս ճանապարհները կարծես փակեն այս հակամարտության Իրանի շնորհիվ լուրջ նորից մի մարտահրավեր է։ Էլ չեմ ասում, որ չինական մեքենաները կարծես գրավում են ոչ միայն եվրոպական համաշխարհային շուկան եւ այդ մեքենաները անընդհատ փոխվում են, նորանում են եւ անընդհատ կարծես այդ մասնագետները պիտի նոր գիտելիքներ ձեռք բերեն, որպեսզի այս նոր մեքենաները կարողանան սպասարկել, այդպես չի։ Այո, շնորհակալություն հրավերքի համար։ Նախ բուն նյութին հասնելը ցանկանում եմ օգտվել առիթից Մայրության եւ գեղեցկության տոնի արդիվ շնորհավորել Հայաստանի Հանրապետության գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչներին, մաղթել անսահման երջանկություն, խաղաղություն, ընտանեկան բարօրություն եւ հաջողություններ իրենց անձնական կյանքում, աշխատանքում, ուսումնառության մեջ։ Այո, իհարկե, ավտոմոբիլային տրանսպորտը Հայաստանի այն ճյուղերից մեկն է տրանսպորտի ոլորտի, որի հետ գրեթե բոլորս ամենօրյա ռեժիմում առնչվում ենք, ուղղակի մի քանի փաստ ասեմ, Հայաստանի Հանրապետությունում ուղևորափոխադրումների 85%-ից ավելին իրականացնում է ավտոմոբիլային տրանսպորտը, բեռնափոխադրումների մոտ 79%-ը։ Ավտոմոբիլային տրանսպորտը ոչ միայն ունի ռազմավարական, այլև անվտանգային կարևոր նշանակություն։ Սակայն այս համատեքստում պետք է նշել նաև այն առկա մարտահրավերները, որ իր հետ բերում է ավտոմոբիլային տրանսպորտը։ Զուտ մի քանի փաստ ներկայացնեմ։ Ներկայումս Հայաստանում գրանցված ավտոտրանսպորտային միջոցների քանակը գերազանցում է 1 միլիոնը։ Եթե համացան համար վերցնենք 1000 բնակչին ընկնող տրանսպորտային միջոցների քանակը, Հայաստանը այդ ցուցանիշով եվրոպական ցուցանիշների չի գերազանցում, որտեղ միջին եվրոպական ցուցանիշը կազմում է մոտավորապես 307, մեզ մոտ դա կազմում է մոտավորապես 300-ը, սակայն եթե մենք վերցնենք մայրաքաղաքը Երևանը, որտեղ գրանցված են 360,000-ից ավելի ավտոտրանսպորտային միջոցներ եւ օրական տասնյակ հազարավոր մեքենաներ են գալի մարզերից, մերձակատարածքներից, այդ թիվը մեզ մոտ արդեն հասնում է 450-ից 500-ի, այսինքն դա լուրջ մտահոգիչ թիվ է, նկատի ունենալով մայրաքաղաքի ենթակառուցվածքները, տրանսպորտային, ավտոմոբիլային ճանապարհների երկարությունը, օրինակի համար նշեմ, որ
1 միլիոն տրանսպորտային միջոցների պարագայում հանրապետության ավտոմոբիլային ճանապարհների ընդհանուր երկարությունը մոտ 7600 կիլոմետր է։ Մայրաքաղաքում, եթե վերցնենք ռեալ շահագործող տրանսպորտային միջոցների քանակը 400-ից 500, մայրաքաղաքի ավտոմոբիլային ցանցի երկարությունը ավտոմոբիլային ճանապարհն է մոտ 1200-1300 կիլոմետր։ Հիմա տեսեք ինչ լուրջ խնդիրներ են առաջանում։ Եվ խնդիրները ոչ միայն ունեն տնտեսական ազդեցություն, այլ նաև ունեն սոցիալական, հոգեբանական ազդեցություն, որովհետև մեզանից յուրաքանչյուրը գրեթե ամենօրյա ռեժիմում առնչվում է այն հսկայական խցանումներին, որ մենք տեսնում ենք մայրաքաղաքում եւ դրանից բխող հետևանքներով, այսինքն դա բերում է մարդկանց արդյունավետ աշխատանքի նվազեցման, դա բերում է մարդկանց վրա հոգեբանական ճնշման, դա ազդում է նաեւ մայրաքաղաք եկող բազմաթիվ տուրիստների վրա, որոնք ամենօրյա ռեժիմով օգտվում են տրանսպորտային ծառայություններից, եւ եթե ասենք էլի վերցնենք համատական, տեսեք միջազգային փորձագետների տվյալներով գնահատված է աշխարհում մայրաքաղաքների եւ մեգապոլիսներում մարդիկ տարեկան ինչքան ժամանակ են ծախսում զուտ խցանումների վրա։ Ուղղակի մի քանի թիվ ասեմ, որ պարզ լինի, ամենախցանված ծանրաբեռնված քաղաքներից մեկը դա Ստամբուլն է, Թուրքիայում, որտեղ տարվա ընթացքում խցանումների վրա մարդիկ ծախսում են 142 ժամ։ Տեսեք ինչ լուրջ թիվ է։ Մոսկվայում 140 ժամ։ Եթե մենք ամենահամեստ տվյալներով մեզ մոտ հաշվենք, ամենահամեստ տվյալներով դա մոտավորապես կազմում է 80-ից մինչև 120 ժամ։ Դա ամենամեղմ տվյալներով հաշվի առնելով զուտ աշխատանքային օրերի քանակությունը, հաշվի առնելով, որ մարդիկ օրական առնվազն 20-ից 30 րոպե օրվա ընթացքում կորցնում են խցանումների վրա եւ դրանից բխող հետևանքները։ Բացի դրանից ավտոմոբիլային տրանսպորտի հետ կապված նաև լուրջ խնդիր կա, որը պայմանավորված է մեքենաների տարիքով։ Մեզ մոտ բոլորս ականատես ենք լինում բավական տրանսպորտային միջոցներ, որոնց տարիքը արդեն իսկ գերազանցում է 30 տարին։ Մեր հարևան Վրաստանում արդեն իսկ արգելվել է մինչև 2013 թվականի արտադրված մեքենաների ներկրումը եւ շահագործումը։ Մեզ մոտ, ասենք, դա բաց է։ Ընդ որում Վրաստանում իշխանությունները նախատեսում են խստացնել նաև 6 տարեկանից ավել տարիքի տրանսպորտային միջոցների ներկրումը եւ շահագործումը Վրաստանում։ Մեզ մոտ դա բաց է։ Այն ինչ որ մենք այսօր տեսնում ենք ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտում, անշուշտ դա կապված է այն հիմքերի հետ, որը բերում է որակյալ տրանսպորտային ծառայությունների մատուցման։ Այդ հիմքերից մեկն է նաև մասնագիտական կադրերի պատրաստումը։ Եվ այս համատեքստում շատ կարևոր է, որ դուք ձեր հաղորդաշարում փորձում եք տարբեր ձևաչափերով անդրադառնալ ոչ միայն մեր ոլորտին, նաև տարբեր ոլորտում մասնագիտական կրթությանը եւ մասնագիտական կադրերի պատրաստմանը։ Հիմա այստեղ որ նայում ենք, այս տրանսպորտի տեխնիկական սպասարկում եւ նորոգում այս անվան տակ չեմ կարծում մի քանի մասնագիտություն, ինձ շատ մասնագիտություններ կան։ Այն առումով, որ դե մենք գիտենք, ասենք մեքենան այնպես չի, որ մի մասնագետը ամեն ինչ անցալու է, չէ՞, ասենք կա, չգիտեմ, դե շարժիչի մասնագետ, թափքի մասնագետ, ել չեմ ասում, որ այս նոր մեքենաները լրիվ էլեկտրոնիկայով են հագեցած եւ այդ ինչ որ IT ոլորտի հետ ինչ որ կապ ունեցող մասնագետ, չէ՞։ Այսպես հիմա հետարքիր է այ ինչ մասնագետներ է պատրաստում քոլեջը, ասենք ինչ որ ամբողջական թե ուղղություններով այ ինչպես տեսեք նախքան բուն հարցին անցնելը ուղղակի ես մի քանի թվեր ներկայացնեմ Հայաստանում զբաղվածությունը։ Ուրեմն 2024 թվականի տվյալներով Հայաստանում զբաղվածների ընդհանուր թիվը կազմել է մոտ 1 միլիոն 190 հազար։ 15-ից 29 տարեկան զբաղվածների թիվը կազմել է 193600։ Սա այն բոլոր մասնագիտությունների Հա, բոլոր մասնագիտությունների գծով 15-ից 29 տարեկան է տարիքային շեմը ներառյալ։ Ընդ որում այս զբաղվածներից բարձր հմտություն պահանջող մասնագիտությունները եւ զբաղմունքներ եղել են մոտ 72000-ը։ Իսկ միջին հմտություններ պահանջող, այսինքն քոլեջի շրջանավարտ, նախնական մասնագիտական կրթության շրջանավարտները կազմել է 96000-ից ավելի։
Սա խոսում փաստ է, որ այսօր շուկայում պահանջարկված են հիմնականում այն մասնագետները, որոնք կարողանում են իրենց անմիջական աշխատանքով իրականացնել որոշակի գործընթացներ եւ նրանք կոչվում են որակավորումը տեխնիկ։ Այս ոլորտին վերաբերում նաև ավտոմոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում եւ նորոգում մասնագիտությունը, որը տալիս է շրջանավարտներ, որոնք անմիջականորեն պետք է իրականացնեն ավտոմոբիլների եւ տեխնիկական զննություն, եւ սպասարկում, եւ նորոգում։ Բնականաբար տեսեք, տնտեսությունը զարգանում է, գիտությունը զարգանում է, ոլորտը զարգանում է եւ տարեստարի նոր պահանջներ են ներկայացվում շրջանավարտներին, բայց մեր դիտարկումներով եւ գործատուների հետ հանդիպումների քննարկումների արդյունքներում տեսեք այսօր գործատուները ինչին են հիմնական շեշտը դնում կարգապահությանը, շեշտը դնում են կրթվելու սովորելու ցանկությանը, քանի որ շրջանավարտը պետք է գործատուի մոտ իր գիտելիքները, կարողությունները խորացնի, պետք է սովորի։ Շեշտադրումը դնում են ճկուն հմտությունների եւ բազային գիտելիքներին։ Սա այն հիմնական պահանջներն է, որ գործատուները ներկայացնում են շրջանավարտներին։ Եվ գործատուները, քանի որ մենք լավ համագործակցում ենք ոլորտի առաջատար ընկերությունների հետ, մեծ սիրով եւ պատրաստակամության կազմակերպում են պրակտիկաներ իրենց մոտ, որոնց ընթացքում այդ ձեր նշած հարցերը, որոնք պետքա տիրապետի մասնագետները պրակտիկայի ընթացքում նրանք ներկայացնում են մեր շրջանավարտներին, մեր ուսանողներին, որոնք կարող են կոնկրետ ձեռք բերել գործնական գիտելիքներ պրակտիկայի ընթացքում։ Իսկ պրակտիկան բավական երկար է տևում, ասենք, եթե վերցնենք 4 տարվա կրթության ծավալով, պրակտիկան մոտավորապես կազմում է 17-ից 20 շաբաթ։ Այդ ամբողջ ուսումնառության ընթացքում, այսինքն 20 շաբաթը բավական մեծ ժամանակահատված է, որպեսզի բազային տեսական գիտելիքները ձեռք բերելուց հետո ուսանողը ձեռք բերի գործնական կարողություններ անմիջականորեն գործատուի մոտ։ Դե այստեղ ինչ որտեղ խնդիր կա այն առումով, որ որոշ եվրոպական երկրներում այդ սերտիֆիկատները պարտադիր են։ Մեզ մոտ կարծես դա չկա։ Հիմա ասենք երևի ոչ մի ավտո, չգիտեմ, թափքի կամ շարժիչի վերանորոգող ոչ մի սերտիֆիկատի կարիք կարծես չունի։ Այսպես ով ասես կարող է զբաղվել դրանով, եթե գիտի, այսպես վերցնենք, այսինքն այդ դիպլոմը որպես թուղթ, այդպիսի դիպլոմը կարծես նշանակություն չունի, այստեղ կարևորը գիտելիքն է, հմտություններն են, այդպես չի։ Այո, տեսեք, ես քիչ առաջ շեշտեցի, որ գործատուի համար բացի ճկուն փափուկ կարողություններից կարևոր է նաև բազային գիտելիքները։ Առանց բազային գիտելիքների գործատուն այդքան ժամանակ չի ծախսի մասնագետի պատրաստման վրա, իսկ մենք տալիս ենք այն անհրաժեշտ բազային գիտելիքները, որ թույլ կտան շրջանավարտին հետագայում իր գործնական կարողությունները խորացնի եւ դառնա այն որակավորման մասնագետը, որ կոնկրետ տվյալ գործատուի համար պահանջարկված է։ Այդ տեսեք դուք լավ նշեցիք, որ այսօր ցանկացած անձ, որ քիչ թե շատ հասկանում է նորոգման գործընթացներից, կարող է իրականացնել։ Հիմա տեսեք մի օրինակ բերեմ, Հայաստանի Հանրապետությունում ավտոմոբիլների տեխնիկական զննություն իրականացնելը դա պարտադիր լիցենզավորման ենթակա գործունեություն է։ Հետևաբար ինչի պետքա չլինի նաև ավտոմոբիլների նորոգման եւ սպասարկման կազմակերպությունների համար պարտադիր լիցենզավորում, որը կպահանջի անհրաժեշտ չափորոշիչների բավարարում, այդ թվում մասնագիտական գիտելիքների որակավորման նաև կրթական դիպլոմի առկայությունը, որը կլինի որոշակի, ասեմ, հիմք, որը թույլ կտա գնահատել տվյալ ընկերության ծառայության որակը եւ հիմք ունենալ, որ այդ ընկերության կողմից մատուցված ծառայությունը կլինի որակյալ։ Դե ես կարծում եմ բոլոր այս մեքենա ունեցողները քշահ են իհարկե, եթե այդպիսի ինչ-որ սերտիֆիկատներ տրվեն, որ այսինքն այդ դեպքում են վատ մասնագետներից կազատվեն եւ ասենք ամեն ինչ ավելի որակյալ կլինի, կարծում եմ, բայց դա երևի դժվար է այսօր դա իրականացնելը։ Իհարկե դա այդ ձեր ասած սերտիֆիկատների տրամադրումը դա կարող են գործատուները իրենք անել, ստեղծելով գործատուների միություն, ոլորտային միություն եւ իրենց ոլորտային միությունում իրականացնել մասնագետների սերտիֆիկացում,
Այսինքն իրենց տրված սերտիֆիկատը դա երաշխիք կլինի, որ մեկ այլ կազմակերպություն այդ մասնագետին ընդունելու համար վստահ կլինի, որ տվյալ մասնագետը ունի անհրաժեշտ գիտելիքներ եւ գործնական կարողություններ։ Մարդն էլ որ տանի իր մեքենան, ասենք, վերանորոգելու, հաստատ կտանի այն վարպետի մոտ, որը ունի սերտիֆիկատը։ Իհարկե։ Եվ տեսեք, այսօր հարցը որն է, երբ որ վերլուծում ենք միջև մասնագիտական տվյալների արդյունքներն ենք վերլուծում 25-ից 30 թվականների մասնագետների պահանջը, այդ պահանջարկված մասնագիտությունների ցանկում կա վարորդներ, կա էներգոխնայողական տրանսպորտ, էլեկտրոմոբիլներ, այսինքն այս մասնագետները, որոնք նաև պետք է լինեն կանաչ տրանսպորտի սպասարկող նորոգող մասնագետներ, էլեկտրոտրանսպորտի պետք է իրականացնեն ուղևորափոխադրում, բեռնափոխադրում, իրենք պահանջարկված են 15 մասնագիտությունների ցանկում են, որոնք կլինեն 25-ից 30 թվականներում պահանջարկված։ Եվ կուզեի այստեղ մի հետաքրքիր բան էլ ավելացնեմ, տեսեք վարորդների մասին խոսելուց նշեմ, որ այսօր Եվրոմիության երկրներում կա արդեն իսկ 600,000 վարորդի պահանջ։ Ընդ որում այդ վարորդների մաքուր աշխատավարձը կազմում է 4.5-ից մինչև 6.5 հազար եվրո։ Մաքուր աշխատավարձը հարկերը բանը լրիվ դուրս եկած, բայց այս համատեքստում մասնագետների վարորդների պահանջ կա, դրա համար Եվրոմիության երկրներ կան, որոնք արդեն իսկ իջեցրել են այն սահմանափակումը տարիքային, որը վերաբերում է հասարակական տրանսպորտի վարորդներին, վերաբերում է բեռնատար փոխադրումների վարորդին, օրինակ իսպանացիները տարիքային շեմը, ասենք, իջացրել են 25-ից 23, 23-ից 21, որ կարողանան դա համալրել, որովհետև նույն Իսպանիայում ավտովարորդների մոտ 70%-ից ավելին արդեն կենսաթոշակային տարիքային շեմում են եւ անցնելու են կենսաթոշակի։ Դե եվրոպական զարգացած երկրներում, եթե մարդը պատասխանատու է ուրիշների կյանքի համար, միշտ շատ բարձր է վարձատրվում։ Այսինքն այն ավտոբուսների վարորդները հատկապես, որ մարդկանց են տեղափոխում եւ այլն, բավականին ավելի բարձր են վարձատրվում, որտեղ մարդկանց համար պատասխանատու են եւ ընտրությունը շատ ավելի խիստ է։ Մեզ մոտ չգիտեմ դա այդպես է թե չէ, բայց երևի պիտի այդպես լինի, այսինքն եթե մեկը վարում է մի տրանսպորտային միջոց, որ չգիտեմ 40-50 հոգու համար պատասխանատու է, պիտի ավելի լավ վարձատրվի եւ պահանջները ավելի խիստ լինեն, այդպես չի։ Տեսեք, լրացումը ձեր ասածը ասեմ, պրոֆեսիոնալ վարորդի պատրաստումը դա ոչ կես տարվա արդյունքն է, ոչ էլ մի տարվա արդյունքը, դա շարունակական կարողությունների զարգացման, վերապատրաստումների արդյունքով կարող են հասնել այդ մակարդակին եւ ուղղակի մի քանի թիվ ասեմ, պրոֆեսիոնալ վարորդի պատրաստումը կարող է մոտավորապես տատանվի 30,000-ից մինչեւ 40,000 եվրո։ Դա լուրջ գործընթաց է, լուրջ ծրագիր է, որը ընդգրկում է եւ կրթության ոլորտը, եւ գործնական կարողությունների զարգացումը, եւ այս համատեքստում պրոֆեսիոնալ վարորդների այս նշված 600,000 կարիքը փորձում է Եվրոմիության երկրներում անգամ լրացնել կին վարորդներ հրավիրելու աշխատանքի մեջ, արդեն շեշտադրումը գնում է դեպի դա, որ կանանց հրավիրեն որպես վարորդ։ Եթե օրինակ ասենք 5-10 տարի առաջ վարորդ որպես պրոֆեսիոնալ վարորդ կանանց աշխատանքը դիտարկում էր որպես ավելի ծանր, որը չէր խրախուսում, հիմա արդեն չէ։ Փաստն է, որ արդեն կանանց են հրավիրում աշխատելու եւ բեռնափոխադրումներում որպես վարորդ եւ հասարակական տրանսպորտում վարորդ, որպեսզի կարողանան այդ բացը լրացնել։ Չինաստան վարորդների պահանջարկը 500 միլիոն, մոտավորապես 500,000-ից ավելի է։ Այսինքն հսկայական քանակություն կա եւ տարեստարի դա շարունակվելու է աճելու, ճիշտ է։ Ավտոնոմ տրանսպորտը, ռոբոտացված տրանսպորտը, ինքնավար տրանսպորտը զարգանում են, բայց այսօր քաղաքային երթևեկության պայմաններում համոզված եմ, որ առաջիկա մի քանի տասնամյակում կլինի ֆիզիկական աշխատող վարորդի կարիք։ Հիմա ասենք, որ գանք նորից այս ուսուցմանը։ Հիմա ասենք ինչ են սովորում, որտեղ մենք նայեցինք, որ բավականին սա լայն հասկացություն է, չէ,
այդ ամեն ինչ այդպես սովորել երևի անհնար է, հա։ Ինչ որ ուղղություն կա, չկա, ինչպես է։ Նախ օգտվելով առիթից կուզեի, քանի որ մենք հիմա կանրադառնանք Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի քոլեջում իրականացվող կրթական ծրագրերի եւ ուսումնառությանը, կուզեի նշել, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը որպես առաջատար տեխնոլոգիական համալսարան ունի ավելի քան 93 տարվա պատմություն եւ օգտվելով առիթից, քանի որ լրացել է 93 տարի, կուզեի շնորհավորել այն 100,000-ավոր շրջանավարտներին, որոնք աշխատում են տնտեսության տարբեր ճյուղերում, շնորհավորել մեր ներկա ուսանողությանը, շնորհավորել պրոֆեսորա դասախոսական կազմին եւ համալսարանի երիտասարդ ղեկավարությանը, որոնք վերջին մի քանի տարվա ընթացքում զգալի աշխատանքներ են կատարել ենթակառուցվածքների նորոգման, բարելավման, ավելի լավ միջավայր ստեղծելու ուսանողների համար։ Հիմա կրթական ծրագիրը ավտոմոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում եւ նորոգում մասնագիտության Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի քոլեջում իրականացվում է 4 տարի։ 9-ի բազայի վրա, այսինքն աշակերտները ավարտում են 9 տարի ուսումնառությունը հանրակրթական դպրոցում, ընդունելությունը կատարում է առանց քննությունների։ Իրենց շրջանավարտների ատեստատի միավորների հիման վրա մասնակցում են մրցույթին։ 4 տարվա առաջի տարին զուտ վերաբերում է հանրակրթության դասընթացներին, հայերեն, ռուսերեն, բնագիտական առարկաներ։ Երկրորդ, երրորդ եւ 4-րդ կուրսերում ուսանողները սկսում են ընդհանուր մասնագիտական եւ 4-րդ կուրսում հատուկ մասնագիտական դասընթացներ։ Այսինքն ուսանողները սկզբից ձեռք են բերում բազային գիտելիքներ, ավտոմոբիլի կառուցվածքի, ներքին արման շարժիչների կառուցվածքի, այնուհետև շահագործման, սպասարկման, նորոգման, կազմակերպման, որակի կառավարման, որը թույլ է տալիս նրան ձեռք բերել այն հիմնական տեսական գիտելիքները, որը բավարար է գործատուի մոտ աշխատելու համար։ Եվ պետք է նշել հետևյալը, որ կրթական ծրագրի իրականացման համար կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խմբեր։ Դա վերաբերում է բոլոր մասնագիտություններին, որոնք ներդրված են քոլեջում։ Աշխատանքային խմբը բաղկացած է լինում սովորաբար 5 կամ 6 մասնագետներից, որոնցից 2-3-ը գործատուներից են, մնացածը ուսումնական հաստատություններից, այսինքն նման աշխատանքային թիմի ստեղծումը թույլ է տալիս կրթական ծրագրի եւ պետական կրթական չափորոշիչների մշակման ժամանակ անմիջականորեն հաշվի առնել գործատուների պահանջը եւ նրանց կարիքը։ Եվ այս համատեքստում տեսեք չափորոշիչները, որոնք հետագան դառնում են արդեն որպես պետական ստանդարտ, որը ներդրում է կրթական ոլորտում, ինքը ընդգրկում է ոչ միայն գործատուների պահանջը եւ այն մոդուլները դասընթացները, որոնք պահանջարկված են գործատուների մոտ, այլ նաեւ այն մոդուլները դասընթացները, որոնք թույլ են տալի ձևավորել քաղաքացի հասարակության լիիրավ անդամ։ Հիմա երբ առաջ այդպես էր, երևի հիմա էլ է այդպես, եթե քոլեջը գերազանց ավարտում են, հնարավորություն էին ստանում միանգամից երկրորդ կուրս, չէ, ընդունվելու։ Հա, հիմա բայց հիմա այդ համապատասխան մասնագիտությունը կա, որ ընդունվեն թե չէ։ Շատ լավ, տեսեք, իրավական դաշտը կարգավորումների հետևյալն են։ Քոլեջի շրջանավարտները, որոնք գերազանց կամ գերազանց եւ լավ գնահատականներով ավարտում են, քոլեջի խորհրդի որոշմամբ, մանկավարժական խորհրդի որոշմամբ երաշխավորություն են ստանում, որպեսզի ուսումնառությունը շարունակեն տվյալ մասնագիտության հեռակա կրթական ծրագրով երկրորդ կուրսում, այսինքն առանց քննություններ տալու։ Հարցը հետևյալն է, որ տվյալ մասնագիտությամբ հեռակա ուսուցում կա տվյալ բուհում, թե չկա։ Եվ եթե կա տվյալ մասնագիտությամբ հեռակա ուսուցման քվոտաներ է սահմանված, օրինակ ասենք 20 ուսանող պետք է ընդունվեն հեռակա մասնագիտությամբ, 20-ից քանիսն են նախատեսում քոլեջից բու անցումը իրականացնելու համար։ Ցավոք մենք չունենք հեռակա մասնագիտությամբ կրթական ծրագիր, բայց մենք ունենք առկա ուսուցման կրթական ծրագիր, բակալավրի կրթական ծրագիր եւ մենք ունենք ուսանողներ, որոնք ավարտել են քոլեջը, հաջողությամբ հանձնել են ընդունելության քննությունները, միասնական քննություններ եւ հիմա ուսումնառությունը շարունակում են բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցմամբ։ Այսպես ես հասկացա, որ այսինքն տրվում է բազային ընդհանուր գիտելիքներ,
այսպես ասենք նեղ մասնագիտացումներ, այսպես ասենք չկա, ասենք չգիտեմ, զբաղվելով, չգիտեմ, համակարգիչներով կամ չգիտեմ, թափքով կամ շարժիչով, այդպես բաժանում չկա հավանաբար։ Տեսեք, կա դասընթացներ, կոնկրետ դասընթացներ, մենք ունենք դասընթացներ, որը վերաբերում է ներքին արման շարժիչների նորոգման, ագրեգատների վերականգնման, ունենք դասընթացներ ավտոմոբիլներն, բայց ես ասեմ, որ այսօր գործատուն ունի իր պահանջը։ Օրինակ, ուսանողը շրջանավարտը կարող է գնա մի գործատուի մոտ, որի մոտ պահանջարկված է թիթեղագործը։ Գործատուն ավելի խորը մասնագիտական կարողություններ ուսուցանում է, որպեսզի այդ շրջանավարտը լինի թիթեղագործ, լինի, ասենք, ներկման տեղամասի, ասենք, ղեկավար միջին օղակի։ Ունենք նաև գործատուներ, որոնց համար պահանջարկված է ավտոմոբիլային շարժիչների նորոգման, սպասարկման մասնագետը։ Այնպես որ այդպիսի ձեր ասած նեղ մասնագիտացումը արդեն գործատուն է ինքը որոշում, քանի որ բազային գիտելիքները կա, հետագա ավելի նեղ մասնագիտացում եւ իր մասնագիտական կարիերան ինքը կարող է իրականացնել տվյալ գործատուի պահանջներից ելնելով արդեն։ Բնականաբար մենք չենք կարող պատրաստել, այսպես ասենք, համապիտանի մասնագետ, որը կտիրապետի բոլոր մանրունքներին մասնագիտության եւ կարող է գնալ, ասենք, աշխատել որպես պատրաստի մասնագետ։ Դրա համար պետք է պրակտիկա, դրա համար պետք է գործատուների մոտ աշխատանք, փորձաշրջան, պետք է գործնական գիտելիքների կարողությունների խորացում, որը արդեն կոնկրետ գործատուի մոտ է։ Պրակտիկան է շատ կարևոր, այդ դուք ասացիք, որ քանի բավականին շատ ժամեր հատկացնում են պրակտիկային, շատ կարևոր է, որ նաև այդ ուսանողը ինքը ընտրի երևի ուղղությունը մասնագիտության այդ պրակտիկայի շնորհիվ։ Այդ պրակտիկան ինչպես է տեղի ունենում, չգիտեմ, պայմանագրեր կան գործատուների հետ, թե այսպես ուղարկում եք, ինչ ձևով է լինում այդ իհարկե։ Ասեմ, պրակտիկաները բոլորը իրականացվում է ուսումնական պլանի ժամանակացույցի համապատասխան։ Երևի 4-րդ կուրսում։ Ունենք 3-րդ կուրսում է պրակտիկա, նույնիսկ 2-րդ կուրսում ունենք պրակտիկա, որը կոչվում է տեսական ուսուցում, պրակտիկա առանց տեսական ուսուցման, այսինքն այդ պրակտիկայի ընթացքում նրանք դասախոսություններ չեն անցկացնում։ Ունենք արտադրական պրակտիկա եւ նախավարտական պրակտիկա։ Արտադրական եւ նախավարտական պրակտիկաների համար պարտադիր գործատուների հետ կնքվում է պայմանագրեր, որտեղ հստակ սահմանվում է մեր պարտականությունների իրավունքները եւ գործատուների պարտականությունների իրավունքները։ Պրակտիկայի ընթացքում մենք սովորաբար պրակտիկան կազմակերպում են մի քանի գործատուների հետ, որ ուսանողներ օրինակի համար ունեն 6 շաբաթվա պրակտիկա, այդ 6 շաբաթվա ընթացքում գոնե առնվազն 2 կամ 3 գործատուների մոտ լինեն, որ իրանք է հետագայում կողմնորոշվեն իրենց հարազատ որ ուղղությունն է, շարժիչագործ լինեն, թիթեղագործ լինեն, թե ավտոմոբիլի ընթացքային մասի նորոգող, սպասարկող, ընդ որում պրակտիկաներ արտադրական եւ նախավարտական եւս աշխատում են, որ լինեն տարբեր ընկերություններ, ոչ միայն կոնկրետ այդ պրակտիկայի ընթացքում, այլ նաեւ հաջորդ կուրսի պրակտիկայի ընթացքում, եւ ասեմ, մեր գործատուների մեծ մասը մեր նախկին շրջանավարտներն են, որոնք մեծ սիրով ընդունում են ուսանողներին, տրամադրում են անհրաժեշտ մասնագետներ, որոնք մանրամասն բացատրում են տեխնոլոգիական գործընթացները, բացատրում են ոլորտի իրավական կարգավորումները, բացատրում են ոլորտում մասնագետների պահանջարկվածությունը եւ մասնագետների հետագա մասնագիտական կարիերան, ովքեր կընդունվեն են իրենց մոտ աշխատանքի։ Դե շնորհակալ եմ, որտեվ սա շատ կարևոր մասնագիտություն է, այս մեքենայի հետ կապված, տրանսպորտի հետ կապված եւ իսկապես մենք այստեղ որակյալ մասնագետների կարիք ունենք շատ, թե այսպես կոչված պետական հատվածում, ասենք այդ մեծ տրանսպորտային միջոցների, ավտոբուսների եւ այլն շահագործման հարցում, թե նաեւ մասնավորի սպասարկման հարցում։ Այնպես որ շնորհակալ եմ, որ եկաք։ Եթե թույլ կտաք, մի լրացում էլ անեմ, քանի որ իրոք ոլորտը կարևոր է, տեսեք, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով տարեկան 8 միլիոն 100,000 մարդ է մահանում օդի աղտոտվածության պատճառով։ Օդի աղտոտվածության հիմնական աղբյուրներից մեկը հանդիսանում է տրանսպորտը, ավտոմոբիլային տրանսպորտը, այնպես որ մասնագետների պատրաստումը դա
կբերի նաև այդ մեքենաների անվտանգ հուսալի շահագործման եւ շրջակա միջավայրի անվտանգությանը։ Իհարկե ձեզ հետ լիովին համաձայն եմ։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ հրավերքի համար։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի տրանսպորտային միջոցների եւ գործընթացների ամբիոնի վարիչ Սուրեն Չիբուխչյանն էր, նրա հետ զրուցեց Ստեփան Զաքարյանը, կհանդիպենք։ Մասնագիտություն